այսօրվա իշխանությունը իր ստախոսություններով առաջ գնալով մեր ժողովրդին մոլորեցնելով մեր բոլորիս սփյուռքի հայերին նույնիսկ մոլորեցրել է դա Ստամբուլի իր հանդիպումից հայտնի էր եւ եկեղեցին միշտ եղած է այո մեր ազգի պաշտպան եւ հիմք մեր եկեղեցին անսասան է որովհետեւ մեր ազգը անսասան է եւ պահում է եկեղեցին որովհետեւ իրենց սխալներով հանդերձ ամեն մարդ սխալական է միայն Աստված է անսխալ բայց եւ այնպես եղած է մեր եկեղեցին ողնաշարը մեր ազգի որը հարադեպեցինք ունեցանք անկախություն եւ այդ անկախությունը այն ժամանակվա պատերազմի պատկերացրեք մեր վարչապետի նմանները որ այսօր Թուրքիա է խաղացնում մեզ իրեն նմանները չէին ուզում կրվել այն ժամանակ թե Թուրքի դեմի չկրվեն թող բիզնես անեն այն ժամանակ էր այդպես բայց այսօր ինքը տիրացավ եւ այդ նույն ճանապարհներուն ետ է տանում մեզ այնտեղ որտեղից մենք 18 թիվ 1918 թիվին սկսեցինք նույնիսկ Ստալինը չի արել այն ինչ որ ինքն է անում Ստալինը երկիր պահեց գոնե այս մարդը փչացնում է ամեն ինչ մտել են Հայաստանի տարածքներն են գրավել չի բավել եւ գնացել հասել է Թուրքիա եւ իբր թե խաչմերուկ է նկարագրում ինչ խաչմերուկ դա մեզ խափելու համար է գնացել այնտեղ եթե բարձ է թող ուրեմն բարձ այդ հանդիպումը նկարագրի եւ այնտեղ խափելով բոլորից ասում է խաչմերուկ ինչ խաչմերուկ Հայաստանի ինչ խաչմերուկ մեղրին որ վերցրեցին Սյունիքը վերցրեցին իրենց համար խաչմերուկ արդեն բացված ինչ խաչմերուկ իր ամբողջ ծրագիրը դրանք են եւ ինքը մեզ չի ասում եւ ինչպես մոլորեցրել է բոլորից եւ մոլորեցնում է այսօր բոլորից խապելու համար հանգած Սամվել Կարապետյանին բռնեց այմա այնտեղ բեհափարը գնացել էր հոգեվարականների մոտ բողոքելու որ չասեց որ իմ կառավարությունն է հանցավ որ ես հոգեվարականներին մեղադրեք իմ երկիր ոչ բացարձակ նա իր կորոնական իրավունքներով պահանջեց մեր եկեղեցիներն են քանդում իր իրավունքներով պահանջեց որ մեր հուշաքարերն են քանդում մեր գերեզմաններն են քանդում մեր ժողովրդին հանեցին մեր դարավոր Արցախը որ պատկանում էր հազարավոր տարիներ հանեցին եւ դուրս գցեցին եղերնի վերածեցին ժողովրդին այս է ասել մարդը երբ որ գալիս է հանգարց վարդապետներին է բռնում բանդարկում է 2 ամիսով բանդարգություն է տալիս դու ինչ աղդոտություն ասես լսում ենք եղբայր եւ փաստեր չունի այդ մարդը այնքան է կարճել իր աթոռին որ դրա միան զենքով կարող ես անել չի ասում գնացեք անեք այս ծեվի մարդ է ասում է դա եւ ես նկարագրեմ ինչու որովհետեւ մեր խելացի եւ ստախոս եւ դավաճան ես նորից շեշտում եմ իմ հայրենակիցներին որ միայն դուք կարող եք ընդրությամբ եւ եթե կարողանաք համբերել մինչեւ երկու տարի եւ ընդրությամբ կարող եք հեռացնել այս մարդուն ինչպես երկու ձևը կա կամ ընդրությամբ կամ վաղը հավաքվեք 100,000-ներով 1 միլիոն հավաքվեք Երևան քաղաքի մեջ դες ինչպես ինքը շամպես կփախնի կգնա Թուրքիայի այդ իրեն խոստացած տները որ պիտի ապրի այնտեղ 27 տարի միայն 7 միլիարդ դոլար էին պարտվեցրել քո հեղափոխության ժամանակ աչք էիր փորում այսօր 14 միլիարդ դոլար է դարել 7 տարվա 7 միլիարդ դոլար տարի 1 միլիարդ դոլար ինչ արեցի ոչ է report ինչ արեց ասեմ ձեզ այնտեղ 260 ընտանիքներ գյուղերում բանկերը խեղդում էին իրենց 15-25 ով իդեիշ տոկոսներով եւ այնտեղ գրզոներ ով էր մեկը մտավ արդեն ասեց արի վճարենք դրանց եւ դրանք մեզ քեզ կնդրեն բանկայի ինչ արեց այդ պարտքով վերցրած գումարը վճարեց բանկին բանկը իրենց չեղյալ համարեց դրանք ուրախացան որ օ պետությունը ձեր գումարներով ձեզ վճարեց պետությունը ձեր գումարներն էին պարտքով առավ թորները ծորները պիտի վճարեն դրանք եւ վճարեց բանկին այնպես որ չնդրեք իրենց ամբողջ պատահած դեպքերը ցավալի են եւ ցավալի եւ մեզ համար հաշվետու է ամբողջ հայության 10 միլիոն հայ 7 միլիոն հայ ինքս Ստամբուլում ես պատասխանատու չեմ ասեցել դու հիմար բաում ես պատասխանատու ես ինչպես միջնորդեմ Ռուսաստանի եւ ռուսահայերի միջեւ դու ով ասեց որ գնա պետական գործերի մեջ խառնվի ով ասեց որ Ամերիկայի ձեր ղեկավարը Թրամփն է քեզ ասող չկա Ամերիկայում մենք ասում ենք դու պարտավոր ես պարտական ես մեզ ես պարտական ես մեզ եւ պարտավոր ես մեր արժեվ ինչ ես անում մեր հայրենիքը
այդ է քո պատասխանատվությունը եւ ոչ թե ուրիշ բաներ մեջ գործել չունես ինչ կարծում ես որ սպիրտ նախարարություն ունես կամ մեկ ունես այդտեղ կամ ժամանակին օգուտ էին տալիս սպիրտին ոչ սպիրտը օգնում էր հայրենիքին պարտավոր ենք օգնելու պետք ինչպես որ Սամվել Կարապետյանը տոննաներով է օգնել քուվեջը չէ որ ով ինչ արել հեչ կարևոր չէ քո մանգլավիկ շրջապատի պատգամավոր ասեմ որ այնպես բերաները ծուրմուր բացում այլ լանդակ ծևով պատճառաբանություն են բերում ուղղակի ջղանություն է գալիս վրետ որ եղբայր սրանք են մեր երկրի ղեկավարում եւ այս շարունակելով ուր պիտի հասնենք միայն երկու ձևը կա որ անմիջապես ժողովուրդը պետք է հավաքվի հրապարակ բայց ով է ղեկավարում ամեն մարդը կվախենա ղեկավարելու որովհետեւ սրբազանին բռնեցին բանը դրեցին աշխարհասփյուր հայերը ուր էլ որ գնան ինչ էլ ասեն ով պիտի լսի եւ եթե աշխարհասփյուր հայերը ոտքի բացանան բայց չկա չեն անում պետք է որ իրենք էլ սփյուռքից պահանջեն եւ գորան կանչեն ինչ եք անում մեր եկեղեցին ով եք դուք որ անում եք այս ինչ իրավունք ունեք անոք չկա ասոք չկա եւ պարտականությունն է սփյուռքի դա անելու բայց եւ այնպես չեն անում Հայաստանում հենց որ անում են բռնում են բանդերն են դնում իրանց վրաները մի բան են կպցնում բանդ են դնում ինչ պետք է անենք մեր սփյուռքը ժանգոտած է եւ այդ ժանգի տակը փողպատ կա բայց դժբախտաբար ժանգը մաքրել շատ դժվար է լինում եւ ցավ է մսկում եւ ինչպես կարող ես դու վեհապարին այլանդակել այդպեսի խոսքերով դու 7 տարի վեհապար էր եւ հանգած այսօր վեհապար չէ քեզ համար դու Հայաստանում արգելես բոլորիդ որ չեք կարող Արցախանունը տալ Հայաստանում արգելես բոլոր արցախցիները Հայաստանում կարծես թե թուրքեր են հայեր չեն կարծես իրենք ադրբեջանցիներ են եկել են Հայաստան եւ պետք է իրն է ադրբեջան թողնա իր DNA-ները ստուգել տա եւ տեսնես թե մեջը տես ինչ կա պետք է սփյուռքը կազմակերպվի Հայաստանը պետք է ոտքի բարձրանա անմիջապես եւ նրան ցած բերի առանց ես դեմ եմ զենքով հային սպանելով եւ այլն բոլորը դեմ են մեր ժողովրդի մեջ չկա այդ իրար սպանել հային այդ ժողովրդին ուղղակի կոչ եմ անում հավաքվեն բայց ով պիտի ղեկավարի գոնե ընտրությունների ժամանակ մի ընտրեք մի քաղաքացիական պայմանագիր ստախոս պայմանագիր անունը վերցելով քաղաքացի պայմանագիր չի կնքեցես այդ դուք սուտ եք խոսում այդ անունը վերցրեցիք անցյալում եւ եկաք առաջ ժողովուրդը չլեցվի ամբողջ Էջմիածին քաղաքը փողոցներով հայրազավներով ոչ թե կրվելով ջարդել փշելով ինչպես անում էին անցյալում իրենք ոչ այլ խաղաղ ճամփով կանգնեն եւ չթողնեն եւ ինչ պետք է անեն իրենց վրա պետք է քշեն մեքենաներ քանի հոգու պետք է տանեն չգիտեմ ոստիկանադուն ինչ են ասում բերման մերման եւ այլն եւ այս ձևով միան կարելի է պաշտպանել Էջմիածինը Գևորգ 5-րդ կաթողիկոսին հիշենք եւ ասեց եթե դուք չեք կարող պաշտպանել իմ կաթողիկոսությունը այստեղ լավ կլինի որ ես մեռնեմ այստեղ եւ թաղեք ինձ այստեղ նույնը պիտի պատահի հիմա Սելջուկ թուրքը չկարողացավ անել ծո էս մեր հայն անում հավատացյալներ եկեք հավաքվեք ամբողջ Էջմիածին որ չթողնեք որ հանգած մոդենան բանկին եւ հանգած մոդենան եւ բռնագրավեն դա բերեն իրեն պարտադիր մեկ ուրիշ կաթողիկոս դնեն կանի այդ բանն էլ կանի հավատացեք կբերի մի հատ այնպեսի վարդապետ որ Բուլղարիայումն է ես սրբազան չեմ մյուսը որտեղ է որ դեմ է Գարեգին երկրորդին գա կբերեն դրան կդնեն կոծել կդան մեկ ուրիշի միջոցով այսպիսի նենգություններ կանի դա հավատացեք կանի եւ կստեղծի նոր կաթողիկոս եւ ժողովրդին մարսել կտա Սամվել Կարապետյանի ծնդանիքը ես իրենց հորը գիտեմ այս ծնդանիքը մաքուր ջինջ օգնում են հայրենիքին այդ դրսից եկողները ինչ պիտի օգնեն հանց գնաց ես եկա այնտեղ հաջորդ օրը Սամվելի կողքին բանկի մի ծագում կտեսնես ինձ ինչ կարող են անել միան եւ միան մաքուր ձևով Հայաստանի ժողովուրդը ոտքի պետք է բարձրանա Էջմիածինն է այս րոպեն 100,000-ով այնտեղ լցվի Երևանն է միլիոնով պետք է Երևան լցեն ուրիշ ճար չկա բայց եթե ժողովուրդը չի կամենում դե ինչ կարող ենք անել պիտի կորցնենք հետո էլ պիտի սկսենք լացել վեհապար հայրապետը տերայրները սրբազանները դրան առաջնորդում են հավատք դեպի տիեզերք Աստված եւ մեր եկեղեցու միջոցով եւ ինչու
որովհետև միան իրենք կարող են առաջնորդել եւ առաջնորդել են մինչեւ այսօր եւ այդ է եղած մեր եկեղեցի, որ ասում են չպատկերացնենք հոգեվորականները, այլ նրանց վեղարները եւ նրանց կատարած աշխատանքը գնահատենք։ Եկեղեցին մեզ համար եղած է պաշտպան բոլոր կործանումներից։ Մենք չենք կարող թողնել, որ քանդիդա եւ Թուրքի արչեւ եւ Ադրբեջանցու արչեւ լավամարտ Երևա եւ ասի տեսեք, էդել արեցի, սա մելին բանդարգեցի, նրանց էլ բանդարգեցի, նրանց կոթերն եմ կդրտում, նրանց փոչերն եմ, դա է անելու մեր ժողովրդին, մեր ժողովուրդը պետք է արթնանա, մեր ազգը Հայաստանից ներս պետք է արթնանա, որ կարողանա այս ամբողջի դեմ առնել, ուժը պետք է դնենք բոլոր մեր Հայաստանի ժողովրդին։